Ես հիմա 35 տարեկան եմ։ Նստած եմ իմ սենյակում, ձեռքերս դողում են, իսկ աչքերս հառած են պատուհանից այն կողմ երևացող Արարատին։ Շատերը, երբ լսում են իմ պատմությունը, սպասում են սարսափների, սպասում են դաժանության, որովհետև վերնագիրը «Ինձ որդեգրել են հայերը» եւ «Ահա թե ինչ արեցին ինձ հետ» հաճախ ենթադրում է վատը։ Բայց ես ուզում եմ ձեզ պատմել իրականությունը, այն ցնցող իրականությունը, որը ստիպում է ինձ ամեն առավոտ արթնանալ ու շնորհակալություն հայտնել Աստծուն։ Ես ծնվել եմ Ռուսաստանի հեռավոր ու ցուրտ քաղաքներից մեկում։ Իմ կենսաբանական ծնողներին ես չեմ հիշում։ Գիտեք, ռուս ժողովուրդը հրաշալի է։ Նրանք ունեն լայն ու բարի հոգի, խորը թախիծ ու անսահման սեր, բայց կյանքը երբեմն դաժան է գտնվում։ Մանկատունը, որտեղ ես անցկացրի իմ առաջին 6 տարիները, վատը չէր, դաստիարակները ջանում էին, բայց այնտեղ ցուրտ էր, ոչ միայն եղանակը, այլև հոգիս։ Ես մի փոքրիկ, կապուտաչյա, շիկահեր աղջնակ էի, անունս Մաշա, ով ամեն գիշեր երազում էր միայն մեկ բանի մասին՝ մամա։ Մի օր մեր մանկատուն եկան 2 հոգի, նրանք տարբերվող էին մյուսներից։ Տղամարդը բարձրահասակ էր, խիտ սև մազերով ու բարի, շատ բարի աչքերով, իսկ կինը, նրա աչքերում այնքան ցավ ու միաժամանակ այնքան հույս կար, որ ես ակամայից քարացա։ Նրանք հայեր էին։ Այն ժամանակ ես չգիտեի ինչ է Հայաստանը, չգիտեի ովքեր են հայերը։ Ինձ ասել էին, որ նրանք հարավից են, որ նրանք խոսում են մի լեզվով, որը ես չեմ հասկանում։ Վախեցած էի։ Մանկատան երեխաները շշնջում էին. «Քեզ կտանեն սարերը, էլ երբեք հետ չես գա»։ Երբ ինձ առաջին անգամ մոտեցրին նրանց, կինը, իմ ապագա մայրը, Գայանեն, չկարողացավ զսպել արցունքները։ Նա ծնկի իջավ իմ առջև, բացեց գրկուն ու ռուսերենով, փոքր-ինչ ակցենտով ասաց. «Իմ աղջիկ, իմ լույս»։ Ես չգիտեի ինչ անել, փախչել, թաքնվել, բայց նրա գրկում այնքան տաք էր, այնքան ապահով, որ ես ուղակի մնացի։ Հայրս, Վարդանը, կանգնած էր կողքին ու լուռ ժպտում էր, իսկ նրա աչքերից նույնպես արցունքներ էին հոսում։ Այդ ուր նրանք ինձ ընտրեցին, կամ գուցե ես նրանց։ Տեղափոխությունը Հայաստան ինձ համար նման էր այլ մոլորակ թռչելուն։ Ինքնաթիռից իջնելուն պես ինձ հարվածեց տաք օդի ալիքը։ Օդը բուրում էր, չգիտեմ, արևով, փոշով ու ինչ-որ քաղցր բանով, որը հետո իմացա, ծիրանն էր։ Մենք գնացինք նրանց տուն։ Ես սպասում էի խստության, սպասում էի, որ ինձ կստիպեն աշխատել կամ կվերաբերվեն որպես օտարի, չէ որ ես ռուս էի, ես ուրիշ էի, ես նրանց արյունը չէի։ Բայց Տեր Աստված, ինչ կատարվեց, երբ մենք մտանք բակ։ Այնտեղ հավաքված էր ասես ամբողջ քաղաքը, տատիկներ, պապիկներ, հորեղբայրներ, հարևաններ, բոլորը գոռում էին, ուրախանում, գրքախառնվում։ Երբ նրանք տեսան ինձ, փոքրիկ վախեցած Մաշային, լռություն տիրեց։ Մի վայրկյան թվաց, թե հիմա կասեն՝ «Սա ո՞ր է»։ Բայց դրա փոխարեն մի ալեհեր տատիկ սպիտակ գլխաշորով մոտեցավ ինձ, ձեռքերս առավ իր կնճռոտ տաք հակերի մեջ ու համբորեց չակատս։ «Բարի ես եկել, ձագուկս, տուն ես եկել», ասաց նա։ Այդ պահին ես հասկացա առաջին ճշմարտությունը հայերի մասին։ Նրանց համար օտար երեխա գոյություն չունի։ Տունը մեծ չէր, հարուստ չէր, բայց սեղանը, ես կյանքումս այնքան ուտելիք չէի տեսել։ Տոլմա, խորոված, լավաշ, պանիրների տեսակներ, կանաչիներ, որոնց անունները չգիտեի։ Նրանք ինձ նստեցրին սեղանի գլխին։ Հայրս բաժակ բարձրացավ։ Ես կարծում էի, որ կխմի առողջության կամ փողի համար, բայց նա նայեց ինձ ու ասաց. «Աստված մեր տուն հրեշտակ է ուղարկել, մինչև իմ վերջին շունչը այս աղջիկը իմ աչքի լույսն է լինելու, ով նրան նեղացնի, ինձ հետ գործ կունենա»։ Առաջին գիշերը ես պառկած էի անկողնում, որը բուրում էր մաքրությամբ ու նարդավսով։ Դուռը կիսաբաց էր։ Ես լսում էի, թե ինչպես են Գայանեն ու Վարդանը խոսում խոհանոցում։ Նրանք չէին վիճում, նրանք ծրագրում էին իմ ապագան, որ դպրոցը տանել, ինչ հագուստ գնել։ Ես վախենում էի քնել, մտածելով, որ եթե աչքերս փակեմ, այս ամենը կանհետանա, եւ ես նորից կհայտնվեմ մանկատան սառը պատերի մեջ։ Հանկարծ դուռը բացվեց։ Մայրս էր։ Նա մոտեցավ, ծածկեց ինձ վերմակով ու նստեց մահճակի եզրին։ Նա սկսեց երգել։ Դա ռուսական երգ չէր, դա հայկական օրորոցային էր. «Արի իմ սոխակ»։ Ես բառերը չէի հասկանում, բայց այդ մելոդիում այնքան դարավեր ցավ ու անսահման սեր կար, որ կոկորդս սեղմվեց։ Առաջին անգամ իմ փոքրիկ կյանքում ես լաց եղա ոչ թե վշտից, այլ երջանկությունից։ Նա շոյում էր իմ շիկահեր մազերը ու շշնջում. «Մենք շատ ենք սպասել, Մաշա ջան, շատ երկար»։
Առաջին առավոտյամ սկսվեց իմ իրական ծանոթությունը Հայաստանի հետ, եւ հենց այդ ժամանակ ես սկսեցի բացահայտել այն ցնցող բաները, որոնք նրանք պատրաստում էին ինձ հետ անել տարիների ընթացքում։ Նրանք չէին պատրաստվում ինձ ուղղակի մեծացնել, նրանք պատրաստում էին ինձ տալ մի բան, որը ավելի թանկ է, քան ոսկին, եւ ավելի հզոր, քան ցանկացած զենք։ Նրանք պատրաստում էին ինձ տալ ընտանիք, ավանդույթ եւ հայրենիք։ Գիտեք, ամենամեծ վախս այն էր, որ ինձ կստիպեն մոռանալ ով եմ ես։ Մտածում էի հիմա կփոխեն անունս, կարգել են խոսել ռուսերեն, կփորձեն ջնջել իմ անցյալը։ Բայց ահա թե ինչ արեցին նրանք իրականում, եւ դա ինձ համար ամենամեծ շոկն էր։ Առաջին շաբաթվա ընթացքում հայրս, Վարդանը, տուն եկավ մի մեծ տոպրակով։ Ներսում հայերեն այդ բենարանն էր, բայց կողքին Պուշկինի հեքիաթներն էին, ռուսական ժողովրդական գրքեր եւ իմ սիրելի մուլտֆիլմերի սկավառակները։ Նա դրեց դրանք իմ սեղանին ու ասաց. «Մաշա ջան, դու երբեք չպետք է մոռանաս քո արմատները։ Ռուս ժողովուրդը մեծ մշակույթ ունի։ Դու պետք է հպարտանաս, որ ծնվել ես Ռուսաստանում, բայց հիմա դու ունես նաեւ երկրորդ թևը՝ Հայաստանը, իսկ թռչունը մի թևով չի կարող թռչել»։ Եվ սկսվեց իմ ուսուցումը։ Հայերենը, օ Տեր Աստված, այդ լեզուն։ Սկզբում թվում էր, թե երբեք չեմ կարողանա արտասանել այդ հնչյունները։ Ծ, ձ, ղ, լեզուս կոտրվում էր։ Ես լաց էի լինում, նյարդայնանում, գրքերը գցում գետնին, բայց մայրս, Գայանեն, երբեք, լսում եք, երբեք ձայնը չէր բարձրացնում։ Նա վերցնում էր գիրքը, նստեցնում ինձ գրկին ու ասում. «Մաշա, հայերենը սրտի լեզու է։ Մի փորձիր խոսել ուղեղով, խոսիր սրտով»։ Եվ նա ժամերով համբերատար կրկվում էր ինձ հետ. այբ, բեն, գիմ։ Երբ եկավ դպրոց գնալու ժամանակը, ես սարսափած էի։ Հայաստանի դպրոցներում բոլորը սևահեր են, թուխ աչքերով, աշխույժ, իսկ ես սպիտակամաշկ, շիկահեր, կապուտաչյա մի աղջիկ, որը հազիվ էր հասկանում խոսակցական լեզուն։ Մտածում էի ինձ կծաղրեն, մատով ցույց կտան, կասեն ռուսը։ Առաջին օրը հայրս ինձ տարավ դպրոց։ Նա բռնել էր ձեռքս այնքան ամուր, կարծես վախենում էր, որ ինձ կխլեն։ Երբ մտանք դասարան, լռություն տիրեց, բոլորը նայում էին, ես կծկվել էի, բայց հետո տեղի ունեցավ այն, ինչը բնորոշ է միայն հայերին։ Դասաղեկը, տիկին Անահիտը, ժպտաց, մոտեցավ, գրկեց ինձ ու դասարանին ասաց. «Երեխաներ, մենք նոր քույրիկ ունենք, նրա անունը Մաշա է, նա եկել է հեռվից, եւ մենք պետք է այնպես անենք, որ նա իրեն զգա ինչպես իր տանը»։ Դասամիջոցին ես սպասում էի, որ մենակ կմնամ, բայց երեխաները շրջապատեցին ինձ։ Ոչ ոք չէր ծաղրում։ Աղջիկները ձեռք էին տալիս մարերիս ու ասում. «Վայ, ոսկուպես են»։ Տղաները բերում էին իրենց բուտերբրոդները, կոնֆետները ու դնում սեղանիս։ Նրանք մրցում էին, թե ով ինձ նոր հայերեն բառ կսամարեցնի։ Ես սկսեցի հասկանալ մի պարզ ճշմարտություն. Հայաստանում օտարը թշնամի չէ, օտարը հյուր է, իսկ հյուրը Աստծո նվերն է։ Տարիներն անցնում էին, ես սկսեցի սահուն խոսել հայերեն։ Ավելին, ես սկսեցի մտածել հայերեն։ Իմ ծնողները ինձ սովորեցրին ամենակարևորը՝ հարգանքը։ Հարգանք մեծի հանդեպ, հարգանք հացի հանդեպ, հարգանք ընտանիքի պատվի հանդեպ։ Հիշում եմ մի դեպք, երբ ես 12 տարեկան էի։ Բաքում մի տղա ինձ նեղացրեց, անվանեց անտեր ռուս։ Ես լացակմոց վազեցի տուն։ Հայրս, ով սովորաբար աշխարհի ամենախաղաղ մարդն էր, դեմքը փոխեց, նրա աչքերում կրակ հայտնվեց։ Նա դուրս եկավ բակ։ Ես վախեցա, որ կռիվ կանի, բայց նա մոտեցավ այդ տղայի հորը ու հանգիստ, բայց շատ ծանր ձայնով ասաց. «Իմ աղջիկը անտեր չէ, նրա տերը ես եմ, նրա տերը Աստված է ու նրա տերը ամբողջ հայ ազգն է։ Եթե մեկ էլ նրա աչքից մի կաթուլ արցուն կընկնի, դուք գործ կունենաք իմ տոհմի հետ»։ Այդ օրը այդ տղան ներողություն խնդրեց, իսկ նրա մայրը երեկոյան եկավ մեր տուն, տորթով, ամաչելով իր որդու պահվածքից։ Մենք նստեցինք, թեյ խմեցինք ու հաշտվեցինք։ Ահա սա է հայկական ուժը։ Նրանք կարող են կռվել պատվի համար, բայց կարող են եւ ներել ու հյուրասիրել, եթե տեսնեն զղջում։ Ես մեծանում էի հայկական ավանդույթների մեջ։ Ես սովորեցի տոլմա փաթաթել մատներիս ծայրերով, նուրբ ու զգուշ, ինչպես մայրս էր սովորեցնում։ Սովորեցի, որ երբ տուն ես մտնում, կոշիկներդ հանում ես։ Սովորեցի, որ սեղանի շուրջ առաջինը հայրն է սկսում ուտել։ Սովորեցի, որ ապրիլի 24-ին մենք չենք ուրախանում, մենք ծաղիկներ ենք տանում ծիծեռնակաբերդ։ Այդ օրը, առաջին անգամ, երբ ինձ տարան հուշահամալիր, ես 14 տարեկան էի։ Ես ռուս էի, իմ նախներերը չէին տեսել այդ ցավը, բայց երբ կանգնեցի անմար կրակի մոտ ու լսեցի դուդուկի ձայնը, ես զգացի, թե ինչպես է իմ սիրտը ճաքում։ Ես լաց էի լինում հայերի հետ հավասար։
Հայրս գրկեց ինձ ու ասաց. «Հիմա դու իսկական հայ ես, Մաշա, որովհետև հայը նա չէ, ում արյունն է հայկական, այլ նա, ում սիրտը ցավում է այս հողի համար»։ Իմ ծնողները ինձնից չփահանջեցին լավ գնահատականներ, չփահանջեցին կարիերա։ Նրանք ինձնից փահանջեցին միայն մեկ բան՝ լինել մարդ։ Նրանք ինձ սովորեցրին թասիբ հասկացությունը։ Դա մի բառ է, որը ռուսերեն թարգմանել հնարավոր չէ։ Դա պատիվն է, արժանապատվությունը, ուրիշի համար պատասխանատվություն կրելը։ Բայց ամենազարմանալին դեռ առջևում էր։ Երբ ես դարձա 18 տարեկան, նրանք ինձ մի տուփ տվին։ Ես բացեցի այն, ներսում տոմս էր դեպի Ռուսաստան։ Ես սարսափած նայեցի նրանց։ «Ինձ էդ հեկ եք ուղարկում», հարցրեցի դողացող ձայնով։ Մայրս ժպտաց, բայց աչքերը թաց էին։ «Ոչ, աղջիկս, մենք ուզում ենք, որ դու գնաս, տեսնես քո ծննդավայրը, գտնես քո խաղաղությունը, եթե ինչ-որ հարցեր են մնացել։ Բայց հիշիր, քո տունը այստեղ է։ Մենք քեզ բաց ենք թողնում, որպեսզի դու ազատ կամքով որոշես վերադառնալ մեզ մոտ, թե ոչ»։ Դա ամենաուժեղ քայլն էր, որ նրանք կարող էին անել։ Նրանք ինձ ազատություն տվին, իմանալով, որ սերն ավելի ուժեղ է, քան պարտականությունը։ Ես գնացի Ռուսաստան, տեսա այն քաղաքը, որտեղ ծնվել էի, շնչեցի այն օդը։ Ռուսաստանը հարազատ էր, գեղեցիկ, հզոր, բայց իմ սիրտը մնացել էր Արարատի ստորովում, փոքրիկ խոհանոցում, որտեղ սուրճի ու հիլի հոտ էր գալիս։ Ես վերադարձա, եւ այդ վերադարձը փոխեց ամեն ինչ։ Երբ ինքնաթիռի անիվները դիպան Զվարթնոցի թռիչքուղուն, ես զգացի, որ թոքերս նորից լցվում են օդով։ Էնտեղ սպասասրահում կանգնած էր հայրս։ Նա մի փոքր ծերացել էր, մազերը ավելի էին սպիտակել, բայց ժպիտը նույնն էր։ Ես վազեցի, գրկեցի նրան ու շշնջացի. «Պապ, ես տուն եմ եկել, ընդմիշտ»։ Նա ոչինչ չասաց, միայն ամուր սեղմեց ինձ ու արտասվեց։ Մի քանի տարի անց ես ամուսնացա։ Իմ ընտրյալը Դավիթը ավանդական հայկական ընտանիքից էր։ Ես շատ էի վախենում, մտածում էի, ինչպես կընդունի ինձ նրա ընտանիքը, չէ՞ որ ես ռուս եմ, գուցե նրանք ուզում էին իրենց հոնցից մեկին, բայց հայկական հարսանիքը դա մի հեքիաթ էր։ Մենք պսակադրվեցինք հինավուրց եկեղեցում։ Երբ Տեր հայրը դրեց թագը գլխիս, ես նայեցի վեր ու մտքում խոսեցի իմ կենսաբանական ծնողների հետ։ Ասացի. «Տեսեք, ես որբ չմնացի, ես թագուհի դարձա»։ Սկեսուրը Ստիկին Գոհարը սկզբում խիստ էր նայում ինձ, բայց մի օր, երբ հյուրեր ունեինք, ես ամբողջ սեղանը մենակ պատրաստեցի, հյուրասիրեցի, հարգեցի մեծերին, վերջում էլ սուրճ դրեցի։ Նա նայեց ինձ, գրկեց ու բոլորի մոտ ասաց. «Այս աղջիկը ավելի հայ է, քան շատ հայուհիներ։ Նա իմ օջախի լույսն է»։ Այդ օրը ես հասկացա, որ ազգությունը արյան մեջ չէ, ազգությունը հոգու եւ դաստիարակության մեջ է։ Բայց ամենացնցող ճշմարտությունը ես իմացա վերջերս, երբ հայրս Վարդանը ծանր հիվանդացավ։ Մենք նստած էինք հիվանդանոցում։ Նա գիտեր, որ գնում է։ Նա կանչեց ինձ, ձեռքս դրեց իր թուլացած ափի մեջ ու ասաց. «Մաշա, պահարանի վերևի դարակում մի թուղթ կա, երբ ես գնամ, կկարդաս»։ Երբ նա մահացավ, Հայաստանի հողը ինձ համար կարծես դատարկվեց։ Նա իմ լեռն էր, իմ պաշտպանը։ Հուղարկովորությունից հետո, սիստս կոտրված, ես գտա այդ թուղթը։ Դա հին բժշկական եզրակացություն էր եւ բնակարանի առուվաճառքի պայմանագիր։ Ես կարդացի, ու աշխարհը պտտվեց աչքերիս առաջ։ Պարզվեց, որ երբ ես 7 տարեկան էի, բժիշկները ինձ մոտ հայտնաբերել էին ծանր հիվանդություն, որը բուժվում էր միայն արտասահմանում, շատ թանկ վիրահատությամբ։ Ես դա չէի հիշում, կամ գուցե մտածել էի, թե ուղղակի հերթական ստուգումն է։ Իմ ծնողները, Գայանեն ու Վարդանը, այդ ժամանակ ապրում էին Հայաստանի կենտրոնում, ունեին մեծ, գեղեցիկ տուն ու բիզնես։ Նրանք վաճառել են ամեն ինչ։ Նրանք վաճառել են իրենց տունը, մեքենան, հորս արհեստանոցը, որպեսի փրկեն իմ, որդեգրած, օտար աղջկա կյանքը։ Նրանք տեղափոխվել էին այն փոքրիկ, համեստ տնակը, որտեղ ես մեծացա, եւ ոչ մի անգամ ինձ ցույց չէին տվել, որ ինչ-որ բան են կորցրել։ Նրանք ինձ մեծացրել էին ժպտալով, իսկ իրենք տարիներ շարունակ հագել էին հին շորեր, հրաժարվել ամեն ինչից, միայն թե ես ապրեմ, միայն թե ես ունենամ լավ կրթություն։ Նրանք սնանկացել էին հանուն ինձ, բայց հարստացել էին սիրով։ Ես նստած էի հատակին, թուղթը սեղմած կրծքիս ու գոռում էի ցավից ու երախտագիտությունից։ Նրանք ինձ պարզապես չէին որդեգրել, նրանք իրենց կյանքն էին դրել զոհասեղանին իմ կյանքի համար։
Ահա թե ինչ են արել հայերը ինձ հետ։ Նրանք ինձ կյանք են տվել 2 անգամ, մեկը երբ վերցրին մանկատնից, եւ երկրորդը, երբ զոհաբերեցին իրենց ունեցվածքը իմ առողջության համար։ Հիմա ես ունեմ 2 երեխա, նրանց անուններն են Վարդան ու Գայանե։ Նրանք խոսում են հայերեն, բայց գիտեն նաև ռուսերեն, ի պատիվ իմ արմատների։ Ամեն կիրակի մենք գնում ենք եկեղեցի, եւ ես մոմ եմ վառում իմ սուրբ ծնողների համար։ Ես Մաշա եմ, ես ռուս եմ ծնունդով, բայց իմ հոգին, իմ սիրտը, իմ շնչառությունը հայկական է։ Ես որ կգրված եմ մի ազգի, որը գիտի սիրել մինչև ինքնամոռացություն, եւ եթե ինձ հարցնեն, ուր՞ն է քո հայրենիքը, ես ցույց կտամ Արարատը, ես ցույց կտամ իմ երեխաների աչքերը ու կասեմ. այնտեղ, որտեղ ինձ սովորեցրին, որ սերը զոհաբերություն է, իսկ օտարը հարազատ։ Սա է իմ ճշմարտությունը, սա է Հայաստանը, եւ ես երջանիկ եմ, որ իմ երակներում հոսում է այս սուրբ հողի ջուրը։ Վերջ։